Սիրելի իմ զավակ, ես եմ Հիսուսը, եւ ես խոսում եմ քեզ հետ այս հանգիստ պահին։ Այո, քեզ հետ։ Ես գիտեմ, թե որտեղ ես գտնվում։ Ես գիտեմ, թե ինչ ես կրում։ Ես գիտեմ, թե ինչ է ճնշում քո սիրտը, երբ կողքիդ ոչ ոք չկա։ Եվ ես ուզում եմ, որ հենց հիմա թուլացնես ուսերդ։ Դու շատ լարվածություն ես կրում, շատ մտքեր ես մտածում միաժամանակ։ Փորձում ես ամեն ինչ լուծել մենակ, բայց ուշադիր լսիր։ Դու երբեք չես նախատեսված եղել դա մենակ գրել։ Ես արդեն աշխատում եմ քո իրավիճակում։ Ես դա անում եմ հենց հիմա։ Նույնիսկ երբ քո աչքերը շարժում չեն տեսնում, նույնիսկ երբ քո ականջները պատասխաններ չեն լսում, նույնիսկ երբ քո սիրտը հոգնած է, ես գործում եմ հետին պլանում։ Այն ուշացումը, որի համար անհանգստանում էիր, կորած ժամանակ չէ։ Ես կարգավորում էի մանրամասները, որոնք դու ինքդ չէիր կարող կարգավորել։ Ես պաշտպանել եմ քեզ այն ճանապարհներից, որոնք լավ էին թվում, բայց հետո կսպառեին քեզ։ Ես ամրացրել եմ քեզ ներսում այն, ինչ պետք է պատրաստ լինի առաջիկա բանի համար։ Դու խրված չես, դու պատրաստվում ես։ Հենց հիմա ես հանգստացնում եմ փոթորիկը քո մտքում։ Այն անհանգիստ մտքերը, որոնք անընդհատ վերադառնում են, ես հանգստացնում եմ դրանք։ Այն ծանրությունը, որ կա քո կրծքին, ես վերցնում եմ այն։ Այն վախը ապագայի համար ես լուծում եմ այն։ Ես դա անում եմ հենց հիմա։ Եթե զգում ես թեկուզ մի փոքր խաղաղություն, որ մտնում է քո սրտում, կանգ առ եւ դրիր լայք այս հաղորդագրությանը։ Գրիր մեկնաբանություններում. Հիսուս, ես ընդունում եմ քո խաղաղությունը։ Եվ բաժանորդագրվիր հետագա մխիթարանքի համար։ Եվ կիսվիր սրան 5 մարդկանց հետ, ում այսօր հարկավոր է մխիթարանք։ Քո կողքին ինչ որ մեկը նույնպես լուր պայքարում է։ Իմ զավակ, ես գիտեմ, որ դու երկար ժամանակ ուժեղ ես եղել։ Ուժեղ քո ընտանիքի համար, ուժեղ քո պարտականությունների համար, ուժեղ այն ժամանակ, երբ շատ ես ուզում էիր հանգստանալ։ Ես տեսել եմ յուրաքանչյուր պահը։ Ես չեմ խնդրում քեզ կատարյալ լինել։ Ես խնդրում եմ քեզ մնալ իմ մոտ, որովհետև երբ դու մնում ես իմ մոտ, ես թարմացնում եմ քո ուժը։ Ես վերականգնում եմ քո էներգիան քիչ-քիչ։ Ես վերականգնում եմ քո կենտրոնացումը քայլ առ քայլ։ Ես վերականգնում եմ քո վստահությունը պահ առ պահ։ Դու շուտով կնկատես դա։ Այն, ինչ նախկինում ճնշում էր քեզ, կսկսի թվալ կառավարելի։ Այն իրավիճակները, որոնք նախկինում ցնցում էին քեզ, այլևս չեն ունենա նախկին ուժը։ Վախը, որ նախկինում բարձր էր հնչում, կսկսի ավելի ու ավելի խորը հնչել։ Սա իմ աշխատանքն է քեզ մեջ։ Ես նաև աշխատում եմ քո ֆինանսների վրա։ Այո, նույնիսկ այնտեղ։ Ես սովորեցնում եմ քեզ իմաստություն, որպեսզի այն, ինչ գալիս է քո ձեռքերը, մնա։ Ես բացում եմ քո աչքերը այն հնարավորությունների առջև, որոնք նախկինում բաց էիր թողնում։ Ես կառուցում եմ ապահովում այնպես, որ դա զարմացնի քեզ։ Այն, ինչ սեղմ էր, կսկսի թուլանալ։ Այն, ինչ ուշացված էր, կսկսի շարժվել։ Այն, ինչ փակված էր, կսկսի բացվել։ Ես դա անում եմ հենց հիմա։ Եվ նրանց մասին, ովքեր խոսել են քո դեմ, մի անհանգստացիր։ Քեզ պետք չէ պայքարել յուրաքանչյուր ճակատամարտում։ Ես քո պաշտպանն եմ։ Այն, ինչ ուղղված էր քեզ հուսահատեցնելու, չի հաջողվի։ Այն, ինչ ուղղված էր դանդաղեցնելու քեզ, չի կանգնեցնի քեզ։ Մնա կենտրոնացած։ Մնացածը ես եմ վերցնում։ Եթե այս հաղորդագրությունը քեզ թվում է նախատեսված քեզ համար, մի անտեսիր այն։ Գրիր մեկնաբանություններում. Տեր, ես վստահում եմ քեզ։ Եվ դրիր լայք, բաժանորդագրվիր եւ կիսվիր սրան 5 մարդկանց հետ, ում հիմա հարկավոր է հիշեցնել, որ նրանք մենակ չեն։ Սիրելի իմ զավակ, քո մարմինը նույնպես իմ խնամքի տակ է։ Այն հոգնածությունը, որ զգում էիր, այն ստրեսը, որ կրում էիր, եւ ես բերում եմ վերականգնում։ Փոքրիկ բարելավումները կսկսեն երևալ։ Քո հանգիստը կդառնա ավելի խոր, քո ուժը ավելի կայուն, քո դիմացկունությունը կաճի։ Եղիր համբերատար ինքդ քեզ հանդեպ։ Բուժումը միշտ չէ, որ բարձր է, աճը միշտ չէ, որ արագ է, բայց երբ ես գործում եմ, դա հավիտյան է։ Ես դա անում եմ հենց հիմա։ Դու մտնում ես ավելի հանգիստ եթեր, ոչ թե այն պատճառով, որ կյանքը կդառնա կատարյալ, այլ այն պատճառով, որ դու դառնում ես ավելի ուժեղ եւ դիմացկուն։ Խաղաղությունը, որ շուտով կկրես, չի կախված լինի հանգամանքներից, այն կգա այն իմացությունից, որ ես քեզ հետ եմ յուրաքանչյուր իրավիճակում։ Այսպիսով, բարձրացրու գլուխդ, նորից շունչ քաշիր, նորից հույս ունեցիր, նորից վստահիր։ Ես չեմ մոռացել քեզ, ես չեմ կորցրել քեզ։ Ես պատահաբար չեմ ուշացրել քո կյանքը։ Ամեն ինչ կարգավորվում է։ Մնա ամուր, մնա մոտ, մնա հավատարիմ փոքր բաներում, որովհետև այն, ինչ գալիս է, կհամապատասխանի այն նոր ուժին, որ ես կառուցում եմ քեզ մեջ։ Ես Հիսուսն եմ, եւ ես դա անում եմ հենց հիմա։ Սիրելի իմ զավակ, ես Հիսուսն եմ,
Եվ ես նրբորեն խոսում եմ քո սրտին հենց հիմա։ Մի շտապիր անցնել այս պահից։ Դանդաղեցրու շնչառությունը։ Թույլ տուր քո մտքերին հանգստանալ։ Ես գիտեմ, որ այս եթերը երբեմն ծանր է թվացել, եւ ես գիտեմ, որ դու լուր հարցրել ես. երբ է ամեն ինչ վերջապես փոխվի ինձ համար։ Լսիր ինձ հստակ։ Ես անգործ չեմ եղել քո կյանքում։ Ես դա անում եմ հենց հիմա։ Նույնիսկ երբ քո օրերը սովորական էին թվում, նույնիսկ երբ քո աղոթքները անպատասխան էին թվում, նույնիսկ երբ քո ուժը սպառվում էր։ Ես աշխատել եմ, ես ամրացրել եմ քո քայլերը, որպեսզի չընկնես այն, ինչ նախատեսված չէ քեզ համար։ Ես փակել եմ որոշ դռներ, պաշտպանելու քո ապագան։ Ես ամրացրել եմ քո ներքին կյանքը, որպեսզի երբ գա օրհնությունը, դու կարողանաս կրել այն խաղաղությամբ, այլ ոչ թե ճնշման տակ։ Դու կարող ես զգալ աննկատված, բայց քեզ դասավորել են ճիշտ տեղում։ Հենց հիմա ես կարգի եմ բերում այնտեղ, որտեղ խառնաշփոթ էր։ Ես ցրում եմ մտավոր մառախուղը, որը դժվարացնում էր որոշումները։ Ես հանգստացնում եմ անհանգիստ մտքերը, որոնք գիշերով փորձում են բարձրանալ։ Դու կսկսես նկատել ավելի շատ պարզություն, ավելի շատ կայունություն, ավելի խորը հանգիստ վստահություն, որ աճում է քեզ մեջ։ Ես դա անում եմ հենց հիմա։ Եթե այս խոսքերը զգացվում են այնպես, կարծես խորն են դիպչում քո իրավիճակին, կանգ առ մի պահ եւ դրիր լայք։ Այս հաղորդագրությանը գրիր մեկնաբանություններում. Հիսուս, ես զգում եմ քո խաղաղությունը։ Եվ բաժանորդագրվիր հետագա մխիթարանքի համար, եւ կիսվիր սրան 5 մարդկանց հետ, ում այսօր կարող է պետք լինել այս հիշեցումը։ Իմ զավակ, ես նաև տեսնում եմ այն մտահոգությունները, որոնք դու կրում ես ապահովման մասին։ Դու հաշվել ես, հաշվարկել ես եւ երբեմն լուր անհանգստացել ես։ Հանգստացրու քո սիրտը։ Ես սահմանափակված չեմ նրանով, ինչ դու այսօր տեսնում ես քո ձեռքերում։ Ես բացում եմ ճանապարհներ, որոնք դեռ չես նկատել։ Ես տալիս եմ քեզ ավելի սուր ընկալում ճիշտ հնարավորությունները ճանաչելու համար։ Ես սովորեցնում եմ քեզ իմաստություն, որպեսզի այն, ինչ գալիս է քեզ, մնա եւ բազմանա։ Ֆինանսական ճնշումը չի որոշի քո պատմությունը։ Ես դա անում եմ հենց հիմա։ Եվ քո առողջության մասին ես գիտեմ, որտեղ ես զգում ես հոգնածություն։ Ես գիտեմ, որտեղ ստրեսը նստել է քո մարմնում։ Ես գիտեմ, որտեղ քո էներգիան անկայուն է եղել։ Ես բերում եմ թարմացում։ Փոքր փոփոխությունները կսկսեն հայտնվել, քո հանգիստը կդառնա ավելի վերականգնող, քո մարմինը ավելի լավ կարձագանքի, քո դիմացկունությունը կաճի, եղիր համբերատար գործընթացում։ Այն, ինչ ես վերականգնում եմ, ես խորն եմ վերականգնում, զգացմունքային առումով դու ավելի ուժեղ ես դառնում, քան կարծում ես։ Այն իրավիճակները, որոնք նախկինում ցնցում էին քեզ, արդեն կորցնում են իրենց ուժը։ Խոսքերը, որոնք նախկինում խոր վիրավորում էին քեզ, սկսում են անցնել առանց նախկին ցավի։ Սա քո երևակայությունը չէ, սա աճ է, ես դա անում եմ հենց հիմա։ Եվ նրանք, ովքեր կասկածել են քեզ, սխալ հասկացել քեզ կամ լուր հույս ունեցել, որ դու չես բարձրանա, մի կենտրոնացիր նրանց վրա, պահիր հայացքդ առաջ, ես քո պաշտպանն եմ։ Այն, ինչ ես կառուցում եմ քո կյանքում, կախված չէ նրանց հավանությունից, մնա կենտրոնացած քո ճանապարհի վրա։ Եթե քո հոգին արձագանքում է այս խոսքերին, նորից կանգ առ մի պահ եւ գրիր մեկնաբանություններում. Տեր, ես վստահում եմ քո ժամանակին։ Եվ դիր լայք, բաժանորդագրվիր եւ կիսվիր սրան 5 մարդկանց հետ, ում հիմա հարկավոր է մխիթարանք։ Սիրելի իմ զավակ, դու մտնում ես ավելի կայուն եթեր։ Ոչ թե այն պատճառով, որ կյանքը հանկարծ կդառնա առանց դժվարությունների, այլ այն պատճառով, որ դու դառնում ես ավելի արմատավորված, ավելի խորաթափանց, ավելի խաղաղ ներսում։ Ես հարթեցնում եմ քո քայլերը։ Դու կնկատես ավելի լավ որոշումներ, ավելի հանգիստ արձագանքներ, ավելի պարզ ուղղություն, ավելի ուժեղ սահմաններ, ավելի խոր խաղաղություն։ Սա հարթեցում է։ Մի շտապիր իմ առջև եւ մի հետ կանգնի վախից։ Գնա հենց այնպես։ Մնա հաստատուն փոքր կարգապահություններում, որոնք դու կառուցում ես։ Այն, ինչ հիմա փոքր է թվում, կազմում է հիմքը, որը կաջակցի քո հաջորդ մակարդակին։ Ես դա անում եմ հենց հիմա։ Բարձրացրու գլուխդ։ Դու հետ չես մնում։ Դու մոռացված չես։ Դու մեկուսացված չես։ Դու ամրացվում ես, մաքրվում ես եւ պատրաստվում ես։ Մնա մոտ ինձ։ Պահպանիր թափուկ սիրտ։ Շարունակիր առաջ շարժվել, քայլ առ քայլ հավատարմությամբ։ Ես Հիսուսն եմ, եւ ես դա անում եմ հենց հիմա։